Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Սիրելի հայրենակիցներ, 1988 թվականին այս օրերին Ադրբեջանի կողմից իրականացվեց Սումգայիթի ջարդերը, որը Ադրբեջանի հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն էր։ Այդ քաղաքականությունը շարունակվեց տասնամյակների ընթացքում, շարունակվում է մինչև օրս։ Այժմ էլ Բաքվի բանտերում գտնվում է մեր առնվազն 23 հայրենակիցներ, մարդիկ, ովքեր բանտարկված են միայն նրա համար, որ հայ են։ Նրանցից որոնք ոմանք երևարված են արդեն 4 տարի։ Այժմ ես ուզում եմ ընթերցել մեր 23 բանտարկվածների անունները։ Ալյոշա Խոսովյան, Արայիկ Հարությունյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Գարիկ Մարտիրոսյան, Գևորգ Սուջյան, Գուրգեն Ստեփանյան, Դավիթ Ալավերդյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Նավթյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան, Էրիկ Ղազարյան, Լևոն Բալայան, Լևոն Մնացականյան, Լյուդվիգ Մկրտչյան, Մադատ Բաբայան, Ֆելիքս Պաշայան, Ռաշիդ Բեգլարյան, Ռուբեն Վարդանյան, Վագիվ Խաչատրյան, Վասիլի Բեգլարյան, Վիգեն Էուջեկյան։ Այս բանտարկությունները այս մարդկանց մասին չեն։ Այս բանտարկությունները մեր ազգի, մեր պետության, մեր արժանապատվության, մեր մասին են։ Ցավոք, այս գիտակցումը չունի Հայաստանի իշխանությունը, որը լռությամբ տանում է Ադրբեջանի բոլոր պահանջները, բոլոր հակահայ գործողությունները, չգիտակցելով, որ ամեն զիջումից, ամեն լռությունից հետո թշնամին ավելի մեծախորժակով է շարունակում իր հայատյաց քաղաքականությունը։ Մեզ համար անընդունելի է նաև միջազգային հանրության լռությունը, որով մասնակից են դառնում կատարվող հանցագործություններին, բավարարելով անատամ կոչերով։ Այս պայմաններում դժվար է որևէ ակնկալիք ունենալ որևէ կառույցից, բայց այս կառույցն է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը պատասխանատու Հայաստանի արտաքին քաղաքականության համար, եւ մենք պահանջում ենք այս կառույցից հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին, ներկայացնելով Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ կատարվող ապօրինությունները, պահանջելով առարկական քայլերի իրականացում այդ ուղղությամբ։ Ձելի հայրենակիցներ, րոպեներ առաջ մեր արտգործնախարարությունը հանդես եկավ հերթական այդ անատամ կոչերից մեկով, բայց մենք բոլորս գիտակցում ենք, որ կոչերով, միայն խոսքերով ոչինչ չես կարող անել, պետք է գնալ գործողությունների, եւ ես նշեցի, որ այդ գործողություններից մեկը այն է, որ անհապաղ հրավիրի միջազգային բոլոր դիվանագետներին Հայաստանում հավատարմագրված եւ այդ դիվանագետների հետ աշխատի մեր բանտարկվածներին հայրենիք վերադարձնելու։ Ես ուզում եմ այս պահին կարդալ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, որ նա արել է իր ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ, թե ինչպիսի ապօրինություններ են տեղի ունենում Բաքվում իր եւ մյուս մեր հայրենակիցների նկատմամբ։ 2025 թվական փետրվարի 19-ը։ Երեկ ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի։ Սա իմ պատասխան է միջազգային իրավունքի
եւ Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին։ Այն ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն։ Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարվում է արդար դատաքննության իմ իրավունքը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի դատաքննությունը լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի։ Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ։ Միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված կարծիքի արտահայտման, ազատության եւ քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները։ Չնայած որ Ադրբեջանը հանդիսանում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացը իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի եւ իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։ Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը։ Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացության ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված ապացույցներին։ Ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր։ Ինձ ներկայացված մեղադրական եզրակացությունը պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից։ Այդ փաստաթղթի թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը։ Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից։ Սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, արգրավում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա։ Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ եւ հասանելիություն ունենալ գործի նյութերին։ Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների եւ բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության եւ դատաքննության ընթացքում։ Բոլոր նիստերն անցկացվում են գաղտնի եւ փակ հանրության համար։ Միջազգային լրագրողների եւ միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է։ Այս դատաքննությունը միայն իմ նկատմամբ չէ, սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը։ Սա հարված է ուղղված մի ողջ ժողովրդի։ Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց։ Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում։ Արդարության իմիտացիան, ապօրինությունն ու անարդարություն արդարացնելն է, նման խախտումներին անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար, թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահարելով։ Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել։ Ռուբեն Վարդանյան, 19 փետրվարի 2025 թվական։ Ռուբեն Վարդանյան արդեն 10-րդ օրն է հացադուլ է իրականացնում։